Հրանտ Մաթևոսյանը հայ գրող է։ Հրանտ Մաթևոսյանը հայ գրող է։ Աշնան Արևը ֆիլմը, որ նկարվել է, իր գրվածքի հիման վրա է նկարվել։ Հրանտ Մաթևոսյանը մեր հայ ժողովրդի ամենալավ գրական ստեղծագործական անձնավորություն է։ Նրա գրվածքները, նրա ստեղծագործությունները ամբողջ ժողովրդի հոգին է շահել։ Հայ գրող արձակագիր 21-րդ դարի։ Նրա հայտնի ստեղծագործություններից Սպիտակ ձին, Կանաչ դաշտը, որը բոլորիս հայտնի է, ինչպես նաև Աշնան Արև։ Հոգու մեջ ներթափանցող գրող Հրանտ Մաթևոսյան։ Նշանավոր գրող, հրապարակախոս, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Լոռու մարզի Ահնիձոր գյուղում։ Ծննդավայրի դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետում եւ ուսմանը զուգահեռ սրբագրիչ աշխատել սովետական գրականություն ամսագրում ու գրական թերթում։ Սովորել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական եւ սցենարական դասընթացներում։ Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած Ահնիձոր ակնարկով։ ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1964 թվականից։ 1996-2000 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության նախագահ։ Մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 18-ին։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։ Դրուժբա Նարոդով ամսագրի խորհրդային Հայաստանի եւ խորհրդային միության պետական մրցանակների դափնեկիր է։ Հրանտ Մաթևոսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։ Ստեղծագործությունները թարգմանվել եւ հրապարակվել են ավելի քան 50 լեզվով։ Երկերի հիման վրա եւ նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր։ Երևանում անվանակոչվել են Դպրոց եւ Փողոց։ Վանաձորում տեղադրվել է հուշարձան։ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է Բացիկ։ Հայ մտավորականության հեղինակավոր դեմքերից էր։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարը այսօր հաղորդում նվիրված է Հրանտ Մաթևոսյանին։ Մեր հաղորդման հյուրերն են գրող հրապարակախոս Վանուշ Շերմազանյանը եւ Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։ Որդին Հրանտ Մաթևոսյանի։ Այո, եւ Հրանտ Մաթևոսյանի որդին։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Շերմազանյան, հաղորդումը սկսենք ձեզնից։ Վատ չնչի, սակայն պատմության մեջ եղել են գրողներ, ովքեր մի քանի գրքեր են հրատարակել, բայց եւ այնպես դրանցով հանդերձ դեռևս նրանց մուտքը գրականության մեջ, այո, թեկուզ տասնյակ գրականության մեջ մուտքը նկատելի չի եղել։ Սակայն Հրանտ Մաթևոսյանը մի փոքրիկ ակնարկով Ահնիձոր թամենը մի ակնարկ էր, բայց դրանով իսկ նրա մուտքը շրջանդալից էր եւ իր այցեքարտ կարելի համարել այցեքարտ ինչ որ առումով։ Եվ հետագա նա ողջ գրականության ընթացքում էլ բոլոր երկերում էլ Հրանտը պարզ շարքային հասարակ քաղաքացիների միջոցով կարողացավ այդ նրանց այդ կերպարների միջոցով տալ այն համամարտկայինը եւ համազգայինը։ Եվ միաժամանակ դուք որպես Հրանտ Մաթևոսյանի երկար տարիների ընկեր, Հրանտը մեր համար նաև ներկայանալի է եւ հպարտանալի ոչ միայն որպես զուտ գրող, այլ նաև որպես հայրենասեր մարդ, հայ քաղաքացի։ Ես հիմա ասեմ ինչումն էր գաղտնիքը Ահնիձոր ակնարկի։ Հիմա որ մենք կարդում ենք այն ժամանակ այդ աղմուկը որ բարձրացվեց, դա իհարկե նպաստեց Հրանտի հայտնիությանը, բայց այնտեղ կառուցողական էր։ Հրանտը այն ինչ որ իրենց գյուղում կատարում էր, այն ինչ որ տեսնում էր ինքը գյուղացիների հետ եւ այսպես է առիթը եղել, որ եւ որ իրենց ձին կոլխոզը սովխոզացման ժամանակ ձին նորից հետ են վերցրել։ Հոր սեփական ձին վերցրել են եւ Հրանտն ասել է առաջին անգամ, ասලා ես կգրեմ եւ քեզ հետ կվերադարձնեն, այդ ակնարկը գրել է ինքը։ Գյուղի, չէ, եւ շատ գրողների համար աշխարհի կենտրոնը դարձավ Ահնիձորը, սկսած Վիլյամ Սարոյանից եւ վերջացած Չինգիզ Այթմատովով, Անդրեյ Բիտովով, եւ շատ գրականությունը հարգող, հյուսիրող մարդկանց համար։ Նամանդ են պոստսովետական շրջանի բոլոր, այդ թվում նաեւ ադրբեջանցիների համար, չնայած ամենաշատ իր գրականության մեջ Հրանտն է կպել լավ առումով, գրական առումով
մեր հարևանների։ Փոխերիմ հարևանների։ Չէ, չասենք այդպես։ Բայց ամենաշատը, ասենք ես գրականության ինստիտուտում եմ սովորել Մոսկվայի գրողների միության, ամենաշատը ընթերցում էր Հրանտը եւ հարգում էին նրան։ Հենց նրանք էին առաջին հերթին։ Նրանք երբեք ճշնամական Հրանտին, որտեղ Հրանտի գրականությունը կառուցողական էր։ Հրանտը սովորեցնում էր ինչպես պիտի կառուցվի այդ նույն կոլխոզ սովխոզը։ Իսկ Հրանտը որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայ մարդ։ Հրանտը որպես քաղաքացի իդեալական էր, քրիստոնյա էր բոլոր կանոններով, բոլոր այն տասնաբանյայով, այսպես ասեմ, որովհետև ես երկրորդ այդպիսի մարդը չեմ ճանաչում, որ ինքը եւ ընտանիքի հանդեպ, եւ իր երկրի հանդեպ, եւ ծնողների հանդեպ, եւ իր փոքրիկ գյուղի հանդեպ, գյուղը շրջափակող անտառի հանդեպ։ Շնորհակալություն։ Թորների հանդեպ, զավակների հանդեպ։ Պարոն Մաթեոսյան, այնքանից շատ ժամանակ չի անցել, սակայն արդյոք ինչպես հարկն է ճանաչում ենք Հրանտ Մաթեոսյանին կամ առավել եւս ինչպես հարկն է յուրացրել եք նրա դասերը։ Ձեր հարցը երկու կողմ ունի, կարծում եմ, առաջին կողմը դա ինքը Մաթեոսյանն է, որի ճանաչում մի քանի սերունդներ, թե գոնե մեզ համար տեսանելի մի քանի սերունդներ պիտի տևի, եթե մենք խոսում ենք ռեալ մշակույթի, ռեալ մշակութային քաղաքականության, ռեալ ճանաչման մասին։ Մի քանի սերունդների գործ է իրականում հասկանալ այդ ժառանգության, արժևորելը եւ դա որպես պետական, մշակութային, նաեւ գաղափարախոսական քաղաքականության հենք տեսնելը, դարձնելը կամ գոնե դրա փորձը անելը։ Դա մի կողմն է, դա մենք դեռ դրա ամենասկզբում ենք։ Մյուս կողմից ինչու ենք մենք դեռ դրա ամենասկզբում, որովհետեւ իրականում հասարակությունը բնավ չի ճանաչում։ Ճանաչող միավորներ կան, մարդիկ կան, կրող միավորներ կան, մեկը ձեր խոնարհ ծառա Վանո Շերմազանյանը, ասենք մյուսը ես, մեր հնարավորության սահմաններում։ Բայց այդ ասել որ բավարար չափով է չենք յուրացրել կամ ճանաչել։ Բացարձակապես ոչ, ինչպես որ մենք տեր չենք բավարար չափով մեր ամբողջ մշակույթին, հզոր մշակույթին, որից խոսում ենք, բայց որից շատ վատ ենք տեղյակ, նույն կերպ եւ Մաթեոսյանին, ինչպես մեր այլ մեծություններին, որոնց մեր բազմադարյան կյանքի ընթացքում ազգի, երկրի կյանք ենք տվել, ծնել ենք, ունեցել ենք եւ չենք արժևորել հավատացել։ Յուրացնել է հարաբերական է 1000 տարի Գրիգոր Նարեկացուն չեն կարողանում այդպես էլ ամբողջությամբ ճանաչել։ Զորօրինակ Գրիգոր Նարեկացին այսօրվա քաղաքական գործիչների բառերով կամ Նահապետ Քուչակը, կամ Մովսես Խորենացին, կամ Սասունցի Դավիթ Էպոսը, դրանք այնպիսի բրենդներ են, հա, այսօրվա իրենց տերմինաբանությամբ, որոնց վրա կարելի էր, որոնց վրա հիմնվելով կարելի էր Մեծ բրիտանական կայսրություն ստեղծել, օրինակի համար, ինչը որ Մեծ Բրիտանիան արել է։ Մենք մերին տեր չենք լիարժեք եւ բավարար չափով։ Ես այդ կարծիքի եմ եւ Մաթեոսյանին իհարկե տեր չենք լիարժեքորեն։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, այժմ դիտենք վավերագրական կադրեր Հրանտ Մաթեոսյանի վերաբերյալ եւ եթե իսկ կնչի նրա ձայնը, ապա կշարունակենք մեր հաղորդումը։ Որովհետև ոչինչ մեզ համար անակնկալ չի եւ լավը եւ վատը հասունանում պորտկում է մեր մեջ վատը պորտկում է լավը խաղաղ անձրևի պես գալիս փռվում է մեզ վրաշինք եւ մեր փրկությունը կգա մեր լավ օրերը կգան կվերագտնենք մեր ժպիտները մեր ուրախությունը մեր վստահությունը միմյանց նկատմամբ եւ դարձյալ բոլորս միմյանց կպատկանենք, ինչպես որ երեք էինք պատկանում։ Պարոն Շերմազանյան, գրականության մեջ այսպիսի թվերի հանդիպեցի միայն 1960-80-ական թվականներին, այդ 20 մի քիչ ավել տարիների ընթացքում Հրանտ Մաթեոսյանի ստեղծագործությունների վերաբերյալ միայն ռուսերեն 100-ից ավել գրախոսություններ են եղել կամ կարծիքներ, տարբեր գրականորում մինչև այն ժամանակվա Խորհրդային Միության ամենից բարձրագույն հեղինակավոր գրական պարբերականները հայերեն լեզվով ցավալիորեն զարմացա էլ, որ ավելի քիչ, կարծեմ 30-ի չափ, իսկ արդեն նրա մահախոսականը, որը հրատարակվել է
լիտերատուրնա գազետա գրական թերթ կոչվող այդ պարբերականում, որը խորհրդային միության ամենից բարձրագույն օրգաններ համարվում, մասնավորապես ստորագրել են մաղոսականը այն ժամանակվա խորհրդային միության գրականության անվանի այնպիսի դեմքեր, ինչպիսին են Ռասուլ Համզատովը, Սերգեյ Միխալկովը, Վալենտին Ռասպուտինը, Յուրի Բոնդարևը։ Այսինքն Հրանտ Մաթևոսյանը 60-ական թվականներից սկսած խորհրդային միությունով ճանաչված, շատ թարգմանված գուցե եւ հեղինակավոր մեր հայրենակից գրողներից էր։ Ինձ փորձում եմ զսպել ու միայն լավ բաներից խոսել։ Ես միայն կարող եմ մի բան ասել, որ եւ որ մահացավ Հրանտ Մաթևոսյանը գրական թերթում նկարներ տպած եւ տակը գրված էր 1935 2002 ուրիշ ոչ մի բան։ Եվ փառք Աստծո, որ նախկին Սովետ միության կենտրոնում դա տպակ հնչել է, սա չի խնդիրը։ Ավելին ես կարող եմ ոչ մեր հասարակության հայրենասեր ճակերտավոր հասարակության քիմքին ոչ հաճելի բան ասեմ, ամենատխուր հերագիրը, որ ստացվել է Հրանտի մահվան կապակցությամբ, դա եղել է մեր հարևան Ադրբեջանից, դա անառն է դրել, որպես մազոխիստ էր ժամանակին դատապարտում։ Բայց ամենատխուր հերագիրը եղել է մենք Հովհաննես Թումանյանի ասած մեր մեջ փնտրենք ամեն ինչը։ Մենք ներսից է մեր հիվանդությունը, ներսից պիտի գա փրկությունը։ Իսկ Հրանտը Սովետ միությունում ցավոք սրտի Սովետ միությունում որտեղ միայն ռուսերեն էր տպագրվում։ Չեխովի կար երջանկայի շատակ, չեխերեն մասնակից։ Ասեմ գրեթե բոլոր հանրապետություններում։ Բոլոր հանրապետություններով, բայց ես ուրիշ բան եմ ասում։ 52, բայց այն ժամանակ իր կենտրոնականով նաև ֆրանսերեն տպագրվեց փոքրիկ գրքույկ, բայց եթե դա անգլերեն լիներ, Չեխովիկը այսպեսի բաներ ասեմ, ասում էր 50,000 ռուբլի չգտնվեց, որ տպագրենք մենք Հրանտին եւ միանգամից Նոբելյան մրցանակ ինքը իր ոտքով գար Հայաստան։ Հիմա արդեն ուշ է այդ մասին խոսելը, բայց նորից եմ ասում, մեր մեջ պիտի փնտրենք այդ ամենը, իսկ Հրանտ Մաթևոսյանը այն տեսակ գրող է, ուզում եք հիմա այսպեսի բան կար, ասում են գյուղագիր եւ նաեւ բանը քաղաքագիրներ, ուրբանիստներ։ Եվ այդ Հայաստանում սա շատ նեղ ճակատ էին դարձրել եւ թիրախ էին դարձրել։ Բայց մեկ է ժամանակը գա Հրանտին կարդան, բայց Հրանտին չի դա արդեն պետք, դա մեզ է պետք։ Հրանտը մեզ կտակարան է թողել։ Բոլոր դեպքերում 52 լեզուն մեծ թիվ է, պարոն Մաթևոսյանը նշեց։ Այդ մոռանանք արդեն, այդ անցել է։ 100-ից ավել գրախոսականները ամենահանրահայտ ճանաչված գրողներից էր։ Լիտերատուրնի վապրոսի ամսագրից Ալա Մարչենկոն էր եկել Երևան, հարցազրույց էր ունեցել Հրանտի հետ։ Այդ հարցազրույցը ձերք էին խլում։ Մոսկվայում արդեն գրականության ինստիտուտի մասին է խոսքը։ Այն ամենաառաջադեմ, ասենք, հնգյակ կար, այդ հնգյակը իրար մեջ կռվում էին, թե ով պիտի առաջինը անդրադառնա Հրանտի հրապարակված հետահերթական, ասենք, վիպակին։ Իրար ձեռքից խլում էին։ Հաստ ամսագրերի մասին է այսպես կոչված գրական Եվ հեղինակավոր այդ ամսագրերն էլ եւի հավանաբար տասնյակ հազարավոր տպաքանակով հրատակվում ողջ խորհրդային միությունը կարդում էր, իմանում էր։ Կարծեմ ԽՍՀՄ պետական մրցանակել է գրականության ոլորտում ստացել Հրանտ Մաթևոսյանը եւ մեր հանրապետության խորհրդային Հայաստանի ես վերջերս մի առիթով ասել եմ, ավելորդ չեմ համարում կրկնել Դրուժբա Նարոդով ամսագիրը 1983 թվականին Հրանտին ներկայացրել էր պետական մրցանակի եւ 3 կազմակերպություն պետք է հովանավորեին ուրեմն երկրորդը ԽՍՀՄ գրողների միությունն է եւ երրորդը այսպես ասած Հայաստանի գրողների միությունն էին այսպես շռայլորեն հնարավորություն տվել, որ նրանք ներկայացնեն եւ մերոնք ուշացրել էին պարզապես։ Բանը հասել է նրան, որ ասենք վաղը պիտի մրցանակավախությունը կայանա, կենտկոմից զանգել են մեր կենտկոմի քարտուղարին, ասել են, չեք ուզում, որ դուք ձեր անունը նշվի, մենք կարող ենք հանել։ Եվ արդեն այնտեղ սկանդալային պատմություն է եղել պարզապես։ Կարևորը որ ԽՍՀՄ պետական մրցանակի Հրանտ Մաթևոսյանը արժանացավ, ստացավ այդ մրցանակը։ Պարոն Մաթևոսյան, մեր հայրենակիցներից գուցե շատերը չեն կարդացել Հրանտ Մաթևոսյանի բոլոր գրքերը, սակայն բոլորիս համար սիրելի են դարձել նրա երկերի իսկ հիմա վրա, հենց նրա իսկ կողմից գրված սցենարների հիմա վրա նկարահանված ֆիլմեր, բազմաթիվ ֆիլմեր, օրինակ մենք ենք մեր սարերը, Աշնան արևը տերը եւ հենց այդ ֆիլմերը որպես մասսայական մշակույթի միջոց ավելի են զանգվածներին հասանել եւ սիրելի դարձել է։ Հիմա օգտվելով այն առիթից, որ դուք ներկա եք կոնկրետ Հրանտ Մաթևոսյան հիմնադրամը
Հրանտ Մաթեոսյանի ժառանգության, գրական, հրապարակախոսական ժառանգության հանրայնացման ուղղությամբ ինչ աշխատանքներ է կատարում։ Ձեր սեղանին այդ հատորներն եմ տեսնում, պատասխանի ընթացքում խնդրում եմ մեր հեռուստադիտողներին ցույց տալ։ Հատորներից սկսենք, մեր վերջին ճիքի արգասիքը, անտիպների երկաթորյակը, ինչը վկայությունն է այն բանի, որ իր կյանքի վերջին տասնամյակներում Հրանտ Մաթեոսյանի ասած բառերը, թե ինքը քիչ է գրում ու չի գրում, իրականություն չէին։ Ուղղակի գրելու չափորոշիչը Մաթեոսյանի համար 90-ական թվականների գրածներն են։ Մինչև վերջին օրերը, տարբեր տարիների։ Չափորոշիչը գրելու կամ չգրելու նրանը եւ մերը մի քիչ տարբեր էին։ Ինքը գրած էր համարում են ստեղծագործությունը, որտեղ վերջակետ ուներ դրած եւ որը տալիս էր արդեն լույս աշխարհ գալուն։ Մինչև այդ ինքը դա համարում էր անտիպ եւ իր դարակից դա դուրս չէր գալիս։ Ահա մենք այստեղ այդպիսի վառ օրինակ ունենք, օրինակ Տախը վեպը, որ ամբողջական ստեղծագործություն է, որը լիովին պատրաստ է եղել, բայց ինքը չի համարել, որ դա արդեն ժամանակն է հրապարակելու եւ չի արել։ Մենք ինչ ենք անում։ Մենք ստեղծվել ենք իր մահվանից կես տարի հետո, 1 տարվա ընթացքում ձևավորվել ենք մեր սակավ միջոցներով, երբեմն մեզ հասնող օգնությամբ, երբեմն մեզ հասնող դրամաշնորհների միջոցով հրատարակչական գործունեություն ենք իրականացրել, բեմադրություն ենք արել, կինոնախագծեր ենք ներկայացրել։ Կարծում եմ, որ կան ուղղակի այս պահին մշակման ենթակա եւ ուրեմն վերծանման հնարավորություն ունեցել ենք այսքանը անելու եւ քանի որ հասարակության կողմից ակնկալիքը մեծ էր, սպասելիքները մենք տպեցինք։ Այդպես, այնպես որ մենք արել ենք ինչ որ կարողացել ենք, հիմա մեր ընտանիքի եւ իհարկե հիմնադրամի հասարակական վերահսկողությամբ եւ ուրեմն հետեւողական, ասեմ, չարչարանքի շնորհիվ Հրանտ Մաթեոսյան մշակութային կենտրոն թանգարանն է աստիճանաբար իրականություն դառնում։ Ճանապարհի մի մասը անցել ենք։ Երևանում ծննդավայրը հաջորդն է, ծննդավայրը տուն թանգարան գաղափարներն են, իսկ այստեղ ավելի շատ կրթական, գիտական, մշակութային, նաև թանգարանային բանով միջավայր է լինելու, որը ձեր եւ մեր բոլորի օջախն է լինելու եւ սերունդները այնտեղ բարձրացնելու, որպեսի հարց չառաջանա, թե ճանաչում են կամ չեն ճանաչում Հրանտ Մաթեոսյան կամ հայ մշակույթը։ Դա այդպիսի վայր է լինելու եւ ես դա երաշխավորում եմ ապագա գոնե տասնամյակների համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ լսենք Վիլյամ Սարարյանի կարծիքը Հրանտ Մաթեոսյանի վերաբերյալ եւ կրկին շարունակենք մեր հաղորդումը։ Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ։ Ան Հրանտ Մաթեոսյանն է։ Որևէ ազգի մեջ իր մել լավ պատմություն գրող չկա։ Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կտան հայոց մասնակցությունը մարդկության պատմության։ Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մաթեոսյանի պես չի կրնար գրել։ Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ։ Ինքը հայության մասին կգրե, եւ այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ եւ հպարտ կզգամ։ Շատ գրողներ, բանաստեղծներ ունենք, բայց պետք է ներեք ինձի, եթե ասեմ, որ անուժը, որ անհրաժեշտ է, հսկայական Հրանտ Մաթեոսյանի մեջ է, եւ կուրախանամ, որովհետեւ ազգը պիտի ընդունիկաս աշխարհին կճանչծվի իր արվեստով, եւ որ արվեստը այդքան ահագին լա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա։ Վիլյամ Սարոյան։ Պարոն Շերմազանյան, հաղորդում ավարտելով խնդրում եմ ձեր խոսքը ասեք։ Դուք թվարկեցիք Հրանտ Մաթեոսյանի ֆիլմերը, մեր հասարակությունը, գոնե կինոսիրող հասարակությունը տեղյակ չէ, որ Սարոյան եղբայրներ ֆիլմի բոլոր դիալոգները, երկխոսությունները գրված են Հրանտ Մաթեոսյանի կողմից։ Կամ Նռանգույնը ֆիլմի մակագրությունները։ Նռան գույնի մակագրությունները։ Իսկ Սարոյան եղբայրների պատմությունն այսպեսին է։ Ֆրունզիկ Դոլացյանը եւ Խորեն Աբրահամյանը տարել են Մոսկվա, ներկայացրել են սցենարը, չեն ընդունել, ասել են դիալոգները լավ չեն։ Հրանտ Մաթեոսյանը սովորում էր երկամյա բարձրագույն սցենարիստների կինոռեժիսորների դասընթացներում։ Պատահական հանդիպում են կինոյի տանը։ Մի խոսքով կարճ պատմություն է, երկար պատմություն է, բայց կարճ ներկայացնենք, որ Հրանտը մի գիշերում տալիս է իրենց այդ ֆիլմի երկխոսությունները, դիալոգները, որոնք հանճարեղ են պատմության համար։ Մեզ անընդհատ դաս են տալիս։ Անընդհատ կարելի է այդ ֆիլմից դասեր քաղել, բայց մենք, ինչպես ասում են,
դասեր չենք քաղում։ Իսկ հրանտից մենք քաղելու շատ բան ունենք։ Բոլոր մեծերից ունենք, բայց վերջին ժամանակների համար վերջին դասերը մենք պիտի առնենք Հրանտ Մաթեոսյանից։ Այսինքն, եւ որ պատրաստ լինի արդեն տուն թանգարանը, Դավիթին պիտի խնդրենք, ինքը որտեղ իսկապես Հրանտ Մաթեոսյանի գրականությամբ եւ կինոյով մաստեր կլասներ անցկացի, որովհետեւ չի կարելի այսպես sense բանի Աստծո բոլոր շնորհները մեր վրա եւ ամենապաշնոր երկիրը լինենք։ Շարանգորտեն։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հույս ունենանք, որ Հրանտ Մաթեոսյանի հետ կապված բոլոր ծրագրերը ժամանակի ընթացքում իրականություն կդառնան, ինչպես Երևանում թանգարանը այդ մշակութային կենտրոնն այնպես էլ իր ծննդավայր Ահնիձորում, անտիպների հրատարակություններ եւ հազարու մի տարբեր մշակութային միջոցառումներ։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Հրանտ Մաթեոսյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։